Ողջույն հայր ջան, այսօր կուզենայի խոսել նորից հաստատակամության թեմայի հետ կապված, ճիշտ է ես մի տարուց ավել հաստատակամության թեման չեմ օգտագործել, բայց դե իհարկե հաստատակամ կյանքով եմ ապրում ու այս բառը, որ ես ընտրել եմ հենց հաստատակամություն, իր հիմքն ունի, իր ճիշտ բանը, օրինակ որ ասում են սեռական պահք, դա ոնց որ են սնունդը ոնց են պահկանում տերտերներ ասենք որ ասում են քրիստոնյաները պետք է այս վախտերը մենակ բուսակերության անցնեն միշտ շուտեն այդ պահքի հետ են համեմատում ու ասում են եթե սեռական պահքը ուրեմն մի օր կարող ենք էլի թողնել գնալ սեքսով զբաղվել խոսքի չգիտեմ ում հետ այդ բանն են հասկանում բայց նաև կա սեռական զսպվածություն իսկ զսպվածությունը մի քիչ ավելի մոտ է ճիշտ խոսքին, բայց օրինակ զսպվածությունը ասում ենք այն ժամանակ, երբ որ զգացողություն է տալի, որ դու քեզի հազիվ ես պահում, էլի զսպված, հազիվ, ուզում ես, բայց չես կամ, բայց իսկականում հաստատակամությունը տենց չի։ Հաստատակամությունը հենց օգնում է, որ դու քո կամքը կառավարես, քո կամքով գնաս ամեն ինչ քայլի անում ես, իսկ Սա այդ իհարկե նույն իմաստ ունի հոմանիշներ են հաստատակամությունը, սեռական պահքը ու սեռական զսպվածությունը, բայց հաստատակամության մեջ կա նաև կամքի ուժի զարգացման միտումը, որ դու կամքի ուժը զարգացնես ու ավելի բարձր աստիճանի հասնես ու նոր քայլեր կարողանաս կատարես տարբեր ոլորտներում զարգանալով։ Դրա համար եմ ես ընտրել հենց հաստատակամություն բառը։ Իհարկե մի քանի տեղ գրել եմ հաստատակամություն բառը էլեկտրական սարքերի վրա քաղաքում հիմնականում աշակերտներն են ուշադրություն դարձրել դրան, ուսանողներ, նաև գրել են ինձի համացանցում, ես այդտեղից են գտել ինձի ու էդի փաստորեն օգնում է, որ պատերի վրա գրած ալնում։ Օրինակ խաղ այդ խաղային կցորդները որ կան, PlayStation բան, դրանք այդ խաղացողները կամ համակարգչով այլ խաղեր խաղացողները պատերին գրում են իրենց բաները, էլի, ասենք քաղաքի կարող է մի հատ տեղ ստվարաթուղթ դրած լինի, սենց ստվարաթղթի վրա գրեն կամ պատերի վրա գրեն իրենց լոգոները, բան, այդպես բաներ են անում։ Այդ իհարկե ես սխալ եմ համարում, որ քաղաքի պատերը կեղտոտվում է, բայց ես ակուրատնի եմ գրել հաստատակամությունը։ Իհարկե Տիգրան Մեծի փողոցի վրա են ուպրավլենու շենքի մոտ որ մի հատ տեղ կա, այդտեղ մեծ գրել եմ հաստատակամություն, բայց ոչ մեկ ուշադրություն չէր դարձրել այդ մեկին, իսկ փոքր գրածներից, որ ասենք գրել եմ մի քանի տեղ, այդտեղ ուշադրություն դարձրել են, մտել են, լայք են դրել, տարածել են տեսանյութերս։ Ուզում ասեմ տարբեր ձևերով կարող ենք տարածել, թեկուզ հեշթեգներ սարքենք ու գցենք, ասենք, համացանց Facebook, Twitter, Telegram ու հաստատակամությունը տարածենք, բայց մենակ տարածել հերիք չի, պետք է կիրառվի այդ գիտելիքը, ամենակարևոր բանն եմ ասում։ Եթե դու խոսքի նոր է սկսում հաստատակամություն, մի քիչ կարող է պախային շրջաններում լճացում առաջանա այդ հորմոններդ, որովհետև ամորձիներում առաջանում ու այդ ամորձիներում տեստոստերոն հորմոնի տեսակներ է բազում առաջանում, անդրոգեն հորմոններ է առաջանում, որոնք բարձրացնում են մարդու ֆիզիկական ուժը։ Այդ սկզբնական շրջանում 35-45 օր, որ նոր հաստատակամ եք սկսում ապրել, այսինքն հրաժարվում եք ձեռնաշարժությունից, հրաժարվում եք պորնոգրաֆիա նայելուց վերջնական ու անգամ ես մինչև հիմա հասկացել եմ, որ պետք է այդ նկարներն չնայես, ճիշտ է որ երկար ես հաստատակամ մնում, ասենք կարող ես թերթես, ինչ որ քեզ դուրս չի գալի Instagram-ում թերթում ես, չէ՞, նույն ձևով հենց որ մի հատ այդպես նկար է բանա բերում Ես մի անգամից թերթում եմ, որ իմ ուշադրությունը չկենտրոնանա ենթագիտակցության վրա չազդի էլի ու երազախաբության բան չլինի, որովհետև երազախաբությունները հիմնականում դրանից է լինում, որ դու նկար կարող անես, կարող դու ձեռնաշարժությամբ չզբաղվես, բայց այդ նկարի շնորհիվ ինքը գիշերը
երազների մեջ տա այդ ենթագիտակցական բանը ու ինչ որ ցանկություն առաջացնի ու այդտեղ երազախաբը լս ու հաճախ երազախաբությունից հետո շատ մարդկանց մոտ, ովքեր թե իմ մոտ գրած մարդկանց ասել են, որ իրանք էլի անցել են ձեռնաշարժության երազախաբությունից հետո, այսինքն կամքի ուժը, գիտակցությունը, որ դու պետքա չանես այդ ամեն ինչ ու քեզ վնաս է տալիս, իսկ վնաս է տալիս բազում մակարդակներով այդ ձեռնաշարժության ակտը, վնաս է տալիս օրինակ երբ որ դու երկար ժամանակ անում ես կամ միշտ անում ես, բայց ինքը գիտեք ոնց է ազդում, օրինակ եթե սերմնահեղուկը արտադրվում է, ես չեմ ուզում բաների քարտուների կամ բանի նման խոսամ, որ ասենք հասկանալի եմ ուզում խոսամ գրական դրաման եմ ասում, սերմնահեղուկը երբ որ առաջանում է, ինքը այդ ժամանակ արյան մեջից օգտակար նյութերը քաշում է իր մեջ, արյան, ոսկրածուծի, ողնաշարն էլ է թուլանում մարդու այդ սեռական ձեռնաշարժության պորնոգրաֆիայի պատճառով, դրա համար հին դարերում չեն զբաղվել դրանով, իսկ այդ ձեռնաշարժության ակտի ժամանակ, երբ որ սերմնահեղուկը առաջանում է, ինքը արյան մեջից վերցնում է օգտակար նյութերը, ցինկը, մագնեզիումը, կալցիումը ու տեստոստերոն հորմոնը, նորադրենալինն է պիկեր ունենում ու հետո թուլանում կամ ադրենալինը, բայց դրանից բացի նաև մի ամբողջ համակարգ օրգանիզմիդ մեջ գեղձերը սկսում են առատ էներգիա տան, որ դու իրանք ուղղը չի հասկանում, որ դու իրան խաբում ես, որ դու պորնոգրաֆիա ես նայում, ուղղը մտածում է, թե դու իսկականից սեքսով ես զբաղվում ու պետք է սերունդ շարունակես, իսկ սեքսը հենց այն նրա համար է, որ սերունդ շարունակի մարդը, հասկանում եք, ու ինքը դրա համար դու եթե քեզ ձեռնաշարժությամբ խաբում ես, քո սաղ օրգանիզմի այդ գեղձերը արտադրում են օգտակար նյութերը ու հետո սերմնահեղուկը այդ ամբողջությամբ գնում է։ Հետո ինչքան էլ դու ուզենաս օգտակար նյութեր ուտես, չգիտեմ, պոպոկ սմետան ուտես, մեղր ուտես, մեկը թույլ ես մնալու էլի, որովհետև այդ պահին կարող է օգնի մի քիչ վերականգնվես, բայց ընդհանուր վերականգնումը մոտավորապես մի 3 ամիս տևում է, որ դու վերջնական վերականգնվում ես այդ անանիզմից հետո, իսկ իսկական մտածող մարդը կհասկանա, որ եթե ես ասենք պետք է 3 ամիս սպասեմ, որ նորից ասենք սեռական ակտիվ կյանք ունենամ, հենա ինքը չի ունենա այդ կյանքը, որովհետև պետք չի, ձեռնաշարժությունը երբեք չի տալիս մեզի առավելություն, մենակ վատն է տալիս ու մարդու, հատկապես տղաների առաջի թույլ կախվածությունն է տալի, առաջի, ասենց ասած, նարկոտիկն է, ինքը նարկոտիկ է իրանից ներկայացնում, նարկոմանիա է ու այդ որ մտնում են թաքուն, նարկոմաններն է, չէ, մտնում են թաքուն ինչ որտեղ, իրենց սրսկում են այդ նարկոտիկը բոլորից թաքուն, որ չիմանան, տենց բան են անում կամ նույնը ձեռնաշարժությունն է, ինքը ամոթ բան է ու ով որ համաձայնվեց, որ դու իրոք սխալ բան ես անում, երիտասարդ, պատանի, պարմանի էլ ոնց ասեմ, դու կհասկանաս, որ նույն ձևով էլ ձեռնաշարժությունը թաքուն միտեղ մտնում, գախնի անում, որ չտենան, որտեղ դա իրոք թուլության նշան է։ Իսկ ես ուզում եմ, որ իմ ազգը ու իմ ռասան նաև, ես ռասան էլ եմ շեշտում, որտեղ ես տերում եմ, որ սպիտակամորթ ռասան, եթե միտեղ վերելք ունենում, մյուս տեղներն էլ է վերելք ունենում, այսինքն եթե ես մի Հայաստանում հաստատակամություն տարածեմ, ասենք հայկական գեն ունեցող այլ ազգեր, հին դարերից եկած, ընդեղ էլ կտարածվի էդի։ Ինքը երկիր մոլորակը այդ, սենց ասած, երկիր մոլորակը ունի իրա այդ ինվորմացիոն դաշտը, ամբողջ որ ասում են մի բառով այդ ինվորմացիաների դաշտը, որ տարածվում է, գեոնային դաշտը, ընդեղ տպվում է, ու եթե մենք կարող ենք մեր ազգը վերականգնենք հաստատակամությունը, այդ տպված ինվորմացիան տիեզերքից մեր մնացած ազգի ներկայացուցիչների ու ռասայի ներկայացուցիչների մոտ
նույնպես կազդի, այսինքն իրանք էլ մտքեր կունենան, որ հաստատակամության անցնեն։ Շատ երկրներում օրինակ այնց Ամերիկայում NoFap, այտենց hashtag կա NoFap, այսինքն ձեռնաշարժությամբ մի զբաղվիր, էլի։ Ու շատ մարզիկներ կան, անգամ bodybuilder Ռոնի Կոլմանի մասին եմ ասում։ Ռոնի Կոլմանը bodybuilding-ի հզորներից է եղել, 8 անգամ Mr. Olympia է եղել, ու ինքը ասում է, որ մենակ ոտքերը չի թուլացնում, ամբողջ մարմինը թուլացնում է, որովհետև հենց այս ձեռնաշարժության process-ի վաղ ամբողջ էներգիան քաշում տանում է ու մարդը սկսում է իր ներքին ռեզերվները արդեն ակտիվացնի, որ սաղ մնա։ Իր մեջի տարբեր կուտակած օրգանիզմի մեջ, ասենք, կուտակած մնացած նյութերը ոսկորներից է քաշում էդի, որ վերականգնի արյան մեջ կալցիումը տեղը գա, ոսկորներից ցինկն է քաշում, ծնկներից հոդերից ցինկն է քաշում, այսինքն այդ ձեռնաշարժությունից հետո սկսում է այդ ցինկը, մագնեզիումը, բոլոր նյութերը, վիտամինները, հանքանյութերը քաշի, որ վերականգնի արյան մեջ ու դրական բալանսի բերի։ Դուք պատկերացնում եք ինչ, հորմոնները չասեն, որ պրոլակտինը բարձրանում է ձեռնաշարժությունից հետո, ու պրոլակտինը տեստոստերոնին ճնշում է, որ տեստոստերոնը չակտիվանա ու դու թույլ մնաս էլի, այլ սենց բարդ բաների մասին է, ու էսի ես սենց ուզում եմ պարզ ձևով ասեմ, բայց մի բառով ասում եմ, ձեզ թուլացնելու է ձեռնաշարժությունը, ու դուք պետք է հրաժարվեք դրանից, ես էդ եմ ասում, բայց մտածում եմ հիմա ուրիշ ոնց բացատրեմ, ասենք, եթե ուզում եմ այս հորմոնների, սեռական հորմոնների կամ մնացած հորմոնների տեսանկյունից բացատրեմ, շատերը չեն են ուզենալու հասկանան, բայց եթե չեն ուզում հասկանան, չեն հասկանա, բայց եթե ուզում են լսեն ու մի քիչ ուղեղները շարժեն, արդեն կհասկանան, որ ես հենց հայ ազգի ու սպիտակամորթ ռասայի շահերից եմ խոսում, այս պահի դրությամբ ու մի հատ կայք կար, այդ կայքում գրած էր սպիտակ եղեռնի տարբերակները, որոնց մեջ նաև պորնոգրաֆիան էր նշած, որ սպիտակ եղեռնի մեջ, ասենք, ալկոհոլիզմն է մտնում, այդ վակցինացիաներն է մտնում, որ անում են, մեկն էլ պորնոգրաֆիան ու ձեռնաշարժությունն է, իհարկե դրանք իրար հետ կապված բաներ են, ու նշած էր սպիտակ եղեռնի մեջ, այնպես որ եթե դուք հիմա պատասխանատվություն կրեք ձեր համար, ամեն մեկը ձեր տեղը ուժեղանալու եք, ու այդ ուժեղանալով ուժեղացնելու եք մեր սպիտակ ռասայի ներկայացուցիչներին, այնպես որ հաստատակամության անցեք, օգտագործեք Կեգելի վարժությունները, ուրեմն Կեգելի վարժությունները այդ սպախային շրջանում լճացումները, որ առաջանում, այդ լճացումները ինչից առաջան, որ դու այդքան տարի անում ես, հետո միանգամից թողնում ես, ինքը այդ հորմոնները արագ սկսում է առաջանալ, շատանալ այդ պախային հատվածներում, հետո բանը արյունն է մի քիչ շատանում, կարող է ինչ-որ բաներ առաջանա էլի, վտանգավոր նյութեր, դրա համար պետք է ուղղակի ես Կեգելի վարժություն անել, Կեգելի վարժությունը, ասենք դու զգացած կրես, որ գնում ես զուգարան, այդ միզելու պահին կարող ես ինչ-որ մի ձև կիսատ թողես, հետո էլի անես այդ միզելու ընթացքում, այսինքն այդ մկանը աշխատացնում ես սեռական ու կծկում թողում ես, ինքը կամաց այդ տարածքը սեռական գեղձերի տարածքը ակտիվանում է ու արդեն սկսում է նորմալ աշխատել, Կեգելի վարժությունը այդ ձև է, որ ասենք այդ մկանն ես աշխատացնում, որ ընթացքում կարող ես ձգել, թողել, ինքը իր մկանով էլի, եթե համացանցում գտնեք Կեգելի վարժությունները, իսկ ես մոնտաժի մեջ կդնեմ այս Կեգելի վարժությունները, կտենաք ինչ լավ վարժություն է ու ամբողջությամբ անցկացնում է, բացի այդ, եթե հաստատակամության ես անցնում, մի քանի առավելություններ կա, օրինակ դու ուժ ես ունենում, կամքը ապրել, կյանքից մի ձև սկսում ես նոր հաճույք ստանալ, չգիտեմ,
ավելի խորն ես սկսում ինչ-որ բաներ հասկանալ, ինչ-որ առաջ չես հասկացել, որովհետև համակարգչի կամ սմարթֆոնի առաջ նստած ձեռնշարժությամբ ես զբաղվել, իսկ հելում ես դուրս այնքան բան ես տենում, որ sense գույներից անգամ, որ տարբեր գույներ ես տենում, ասենք մի տեղով անցնում ես, մի չնչին բանից սկսում ես ուրախանալ, հաստատակամության ժամանակ, չնչին բանից, իսկ անալիզմի ժամանակ եթե պետք է եսի ինչ լինի, որ ուրախանաս, էլի իսարտե sense լյաթոք ուրախանաս։ Էդի է վերականգնում առաջինը, երբ որ դու հաստատակամության ես անցնում։ Երկրորդը ուժեղ ես լինում, արդեն չես ուզում երկար քնել, ասենք եթե առաջ 10 ժամ էիր քնում, հիմա սկսում ես 7 ժամ քնել գիշերը։ Ու ակտիվ արթնանում ես։ Դա է մեծ առավելությունը։ Բացի այդ, զգում ես, որ կարող ես նոր բաներ ստեղծել, ինչ-որ նոր գործողություններով զբաղվել, նոր հոբիներ կամ այնպես բաներ անես, որ քեզ օգուտ տա, ասենք հաշվարկները մտքում արագ անես կամ պատկերացման վարժություններ կա, դրանք լավ անես, այնքան բան կա, չեք պատկերացնի, որ նոր ռեզերվ է տալ ինքը քեզի, sense ասած պահուստային ֆոնդ է տալի այդ հորմոնները, որ դու չես թափում դուրս, մնում է քո մեջը այդ հորմոնները այնց անում, որ դու ուժեղ ես ելնում, ֆիզիկապես ավելի ես զորեղանում ու դրա շնորհիվ կյանքդ փոխվում է։ Այսօր ամենադժվարը այս ամեն ինչը հասկանալուց հետո կիրառելն է, որովհետև մեկ էլ կարող է տենց մարդկանց հետ խոսես, որ սեռական բաներից են մենակ խոսում, ասենք շփվում ես դպրոցականների հետ, եթե դու դպրոցական ես, կարող է քո տարիքում արդեն էսի նրա հետ քնեց, այնի նրա տենց բաներ խոսացողներ լինեն, ես իմ հազար մի թեմա, ու էդի խանգարող հանգամանք է, հեռուստատեսությամբ, եթե ասենք հումորային ծրագիր ես նայում, էլի սեռական բանից են խոսում կամ կինոից ես նայում, ու սխալ իրանք անընդհատ էդի կրկնում են, որ դու էդի քեզ որպես ընտրություն ընտրես, էլի, ասենք դու ընտրես, որ անալիզմով զբաղվես, բայց դու չհասկանաս էդի որտեղից եկավ, իսկ մինչ այն էր պատճառը, որ դու նայեցիր ինչ-որ մի բան քո վրա ազդեց, ու դու հետ եկար այդ դրան ու սկսեցիր այլի ձեռնաշարժությամբ զբաղվել։ Ընդհանրապես պետք է այդ նկարը չնայես, միշտ հիշի, նկարը պետք է թերթես։ Սենց խառն եմ խոսում մի քիչ, որովհետև շուտվանից չեմ խոսել, մտքերս չեմ կարողանում միանգամից արտահայտել, բայց դուք ինձ հասկանում եք, որ սպիտակ եղեռնի մի տարբերակի մասին եմ հիմա խոսում, այսինքն նրանք արունոտ զենքով չեն սպանում քեզի, ճիշտ է մեզի համ զենքով են սպանում, համ այս սպիտակ եղեռնով, հայ ազգը որտեղ ուժեղ ազգ է, մեզի երկու տեսակով են էլի ուզում հաղթեն, համ զենքով, համ սպիտակ եղեռնով, բայց ինչքան էլ դու մտածես, որ վատ է լինելու ապագայում, ապագա չես տենում, չգիտես ինչ է լինելու, այդ թուլացնում է քեզի, պետք է ներկայի վրա ապրես, ներկայում զգաս քո ուժերը որտեղ են, ինչ կարող ես անել, որ լավ քայլ լինի, նոր ձեռքբերումներ ունենաս, շրջապատիդ օգնես, այդ ամեն ինչը շատ իրար հետ կապված է, շատ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, ամեն դեպքում եղեք սթափ եւ հաստատակամ, կհաղթեք դաժան թշնամուն անգամ։